Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Արտյոմ Աբրոյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ մեր ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ Արտյոմ, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Մեր առաջին հարցազրույցն է, կարծում եմ մի փոքր Այսինքն ես ձեզ առաջարկում եմ լինել շատ անկաշկանդ, որտեղ ընդհանրապես զրուցելու ենք թեմաների շուրջ, որպես իրավագետ, որ դուք կարողանաք պատասխանել։ Մի քանի սոցիալական հարցի անդրադառնանք։ Հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը մտավ ուժի մեջ եւ բնակչությունը օգտվում է առողջապահության նախարարությունը թվերը հրապարակում Անահիտ Ավանեսյանը շատ մեծ ողջավորվածությամբ գնում է հիվանդանոցները ցույց է տալիս բուժառուներին լսում է նրանց շնորհակալական խոսքերը բայց ինչպես ամեն մի երևույթի երկու կողմերը պետք է մենք այսօր քննարկենք մի կողմում կան օգտվողներ որոնք գոհ են կան մարդիկ որ ընդհանրապես չեն կարողանում համակարգում գրանցվել որպեսզի կարողանան այդ ծառայություններից օգտվել համակարգը թերի է կան նաև դժգոհություններ դեղորայքների հետ կապված հիմա հասկանանք թե ինչու համակարգից ամբողջությամբ չեն կարողանում օգտվել ընդ որում առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը հայտարարում է որ աղքատները վճարում են հարուստների համար եւ առողջության ապահովագրությունը հեռու է սոցիալական կոչվելուց ապահովագրական համակարգը կոռուպցիոն ռիսկերի մեջ է Հիմա ձեր տեսակետը ինչից է գալիս այս քննադատական մոտեցումները եւ արդյոք սրանք իրոք հիմնավոր են թե ամեն ինչ շատ Շնորհակալություն ես կարծում եմ այդքան էլ հիմնավոր չեն որովհետեւ ամեն դեպքում օրենքները գրվում են վերլուծելով օրենքները գրվում են հաշվարկներով եւ ես կարծում եմ որ այս մտահոգությունները կարող է ոչ թե կարող է, այլ եթե խորը ուսումնասիրենք շատ ստեղծագործական մտքով են ներառում հասարակության մեջ, թե իբրև խնդիր կա, իբրև չեն կարող օգտվել, այո, կարող է տեխնիկական որոշակի բարդություններ առաջանալ, բայց իմ կարծիքով այդ բարդությունները դա ժամանակի հարց է, որ միանշանակ, երբ որ կիրառում ես մի արդեն իսկ օրենք, որ նոր ես կիրառում, դա ընթացքում պետք է նաև ստանա իր տրամաբանական գործողության մեջ նաև բացահայտումներ օրինակ ընթացքում ձևավորվում է այնպես իրավիճակ որ սկսում են արդեն հասկանալ որտեղ է սխալը ինչպես կարելի ավելի ճիշտ ուղղորդել համակարգը կարծում եմ դա շտկվող հարց է եւ բուն այդ օրինակիցը որ կա ինքը բավականաչափ օգտակար է սոցիալական իմաստով օգտակար է սոցիալական հարց լուծում է ամեն դեպքում այս համակարգը միանշանակ լուծում է իր տրամաբանության մեջ Իսկ ձեր կարծիքով այս մեխանիզմներով կանխվում է այս մեխանիզմը թույլ է տալիս առողջապահության ոլորտում կիրառվող մեթոդները բուժօգնության որակը բարձրացնել թե ոչ որտեղ նման տեսակետ էլ կա որ եթե չես վճարում ապա եւ մոտեցումներն են լինում շատ տարբեր եւ դեղորայքը որը որ առաջարկվում է թե դեղորայքի ցանկաբան ամեն ինչ մենք տեսնում ենք բայց ամեն դեպքում սա որակի մասը խոսում է դա ցույց կտա պրակտիկա ընթացքում ցույց կտա որովհետեւ ինչպես ասացի նոր օրենքներ նախագծեր որ մտնում է ցույց կտա պրակտիկա այո եթե տեսնենք այն դիտարկենք այն տեսանկյունից եթե բուժ աշխատողները սրտացավոր են չմոտիկանան կամ դեղորայքների մասով հա նույնպես դա արդեն կախված է պետության կողմից վերահսկելու կարողությունը եթե պետությունը գնացել է այդ քայլին ապա պարտավոր է նաև վերահսկել ընթացքում նաև իր վերահսկողության ընթացքում պարզ կլինի ես կարծում եմ որ այս օրինագիծը դեռ պետք է ցույց տա իր բաց կողմերը, իր թերի կողմերը կամ եւ այդպես իրենք կառավարեն հասկանանք ինչու՞մն է խնդիրը, եթե կա խնդիր, այսինքն նկատի ունեք խնդիրները ինչպես վարչապետն է ասում եթե մի ծրագիր կա միջև սկսենք իրականացնել չենք տեսնի որտեղ կա խնդրեմ եւ չենք լուծի այդ խնդիրները այո կարելի է այդպես մեկնաբանել բայց նաեւ պետք չէ ամեն մի ծրագրին նման մոտեցմամբ դիտարկել ամեն դեպքում պետք է հաշվարկները լինեն շատ պրոֆեսիոնալ որպեսզի տվյալ իրավիճակում շատ մեծ խնդիրներ չառաջանան այսինքն հնարավոր լինի այնպես մշակել, այնպես կիրառել, որ հնարավոր փոքր վնասներով
դուրս գա այս օրինագիծը եւ արդարացնի իրեն։ Ընդդիմադիրները պնդում են, որ գումարը չի բավականացնելու այս ծրագիրի միջև վերջ իրականացնելու համար, հաշվարկված չեն այդ թվերը։ Տեսեք, ընդհանրապես ընդդիմության պնդումները միշտ վիճելի են, որտեվ մեր քաղաքական կյանքը, ինչպես որ մենք տեսնում ենք, ցանկացած գործողություն կամ օրինագիծ ավելի ճիշտ, որը ներկայացվում է, իրենք միշտ բոյկոտում են։ Այսինքն, եթե իրենք չեն հիմնավորում, ինչպես որ միշտ չեն հիմնավորում ցանկացած օրինագիծ, որ պետության եւ հասարակության օգտին է, հետեւաբար մեկնաբանել իրենց խոսքերը ես կարծում եմ Գարնիկ Դանելյանն ասում է, եթե իրենք գան իշխանության, օրինակ քաղցկեղի այդ հիվանդությունների հետ կապված ամեն ինչը կլինի անվճար դեղորայքը, մենք ինքներս էլ գիտենք, մեկ այլ բան է հիվանդանոցում պարկել, ինչ որտեղ դեղորայք օգտագործել եւ վերադառնալ ավելի թանկ դեղորայք պետք է մարդիկ կարողանան ձեռք բերել, այդ ամենը ինչ որտեղ իրար հետ չեն համընկնում։ Ընդդիմադիրներն ասում են այնպես, որ ձեզ խափում են, մեր գալու դեպքում դուք ավելի որակյալ բժշկություն եք ունենալու, որակյալ դեղեր եք ունենալու։ Սա ընդհանրապես ընտրություններից առաջ փորձում է Նիկոլ Փաշինյանը ձայներ հավաքագրել։ Այն էլ թոշակառուների, թոշակների բարձրացման համար նորից վիճելի է այդ քարտային համակարգի անցումը եւ ընդհանրապես անկախի գումարով թոշակառուների օգտվելը։ Տեսեք, եւս մեկ անգամ պետք է կրկնեմ, որ ցանկացած օրինագիծ, որը այս կառավարությունը իհարկե վիճելի կողմեր կան եւ դա տրամաբանական է, բայց խոսքը վերաբերում է ընդդիմադիր կողմի ուրեմն մեկնաբանությանը, իրենք միշտ փորձում են ամեն ինչ վատ ֆոնի վրա ներկայացնել եւ եթե չի հերիքում օրինակ գումարը, այո, մենք սոցիալական այնպես չի որ բարձր մակարդակի վրա ենք, իհարկե մենք ունենք սոցիալական խոցելիության մակարդակ, մենք պետք է շերտավորենք, պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերենք, որպեսզի ճիշտ թիրախավորենք մեր սոցիալական խավին, բայց ես այն հարցը, որ միշտ իրենք բարձրաձայնում են, այ որ եթե մենք գանք այսպես կլինի, եթե մենք գանք սարեր շուռ կտանք, բավոր, դե այդ նույն ենթատեքստով կարող ենք աստղեր իջացնել երկնքից, որտեվ իրականում պետությունը հիմնվում է սեփական պոտենցիալի վրա, եւ երբ որ սոցիալական հարցեր են առաջանում եւ ծախսեր են գոյանում, բնականաբար պետությունը հաշվարկում է իր պոտենցիալը եւ այստեղ տեսեք օրինակ ներքաղաքական մեր կյանքը, չէ, իշխանափոխության համար այնպիսի մեկնաբանություններ են թողնում, որ օրինակ Հայաստանը կարող է մրցակցել այնպիսի ուժերի հետ, որ մենք գանք արժանապատիվ պետություն կստեղծենք եւ այլն, բայց իրականում այդ իրենց խոսույթի մեջ չկա տրամաբանություն անիմաստով, որ ինչու չկա, որովհետեւ չեն հիմնավորում, ինչ պոտենցիալի վրա եք դուք պատրաստվում այս կամ այն խնդիրը լուծել։ Հետևաբար նույնը սոցիալական է, որը տնտեսական է, եւ տնտեսական պոտենցիալը մեր այնքանով է, որքանով որ հնարավոր է դա իրականացնել։ Իհարկե լավ կլինի, որ բոլոր սոցիալական խավերը չունենան խոցելիության նման մակարդակ, բայց արդյոք դա հնարավոր է արագ տեմպերով կարգավորել, անել ավելին, քան քո պոտենցիալն է տնտեսական։ Այսինքն այդ հաշվարկները պետք է հասարակությանը այնպես նաև ներկայացվի, որ հասարակությունը նաև հասկանա որտեղ է ճիշտը եւ որտեղ է սուտը, այսինքն օբյեկտիվ պատկեր Հասարակությունը մի բան գիտի, եթե գնում է հիվանդանոց, ինչպես հասարակությունն է ասում, մի բնակարանի գումար թողնում են հիվանդանոցում, մարդիկ նույնիսկ երբեմն բնակարանների իրականում վաճառում են եւ հիվանդանոցից հետո վերադառնալու տեղ չունեն, այն որ բժշկությունը Հայաստանում թանկ է, դա անվիճելի է։ Թանկ է եւ մասնավոր կլինիկաներում ավելի թանկ է բնականաբար, թանկ է եւ այն հիվանդանոցներում, որտեղ կա պետպատվերների հնարավորությունը։ Երբեմն հենց ուռուցքաբանների հետ մի քանի հաղորդումների ժամանակ ես ունեցել եմ այն տեսակետը բժիշկների, որ հիվանդանոցից հետո, եթե պետք է մարդը շարունակի բուժումը տանը, այն դեղորայքը, որը առաջարկում է բժիշկը, բավականին թանկ է։ Դրանք սկսում են 150,000 դրամից մինչև քանիսը եւ երբեմն մարդը այդ հիվանդը պետք է ենթադրենք այդ դեղորայքը օգտագործի 2 տարի, 7 տարի, այսինքն ինչքան պետք է որ ապրի։ Բժշկությունը թանկ է։ Արդյոք այս համակարգը ներդնելով մենք կարողանում ենք իրոք
եւ որակի, որտեղ այն ինչ որ ասում են էժան պանիրը երբեք որակյալ չի լինում այս տրամաբանության մեջ, արդյոք մենք իրոք բժշկության որակը այստեղ բարձրանում է եւ որակյալ բժշկության հետ մենք գործ ունենք եւ արդյոք ինչպես դուք եք ասում, խոցելի խմբերն են հենց իրականում ներգրաված։ Անունը դրել ենք 65+ մինչև 18, այսինքն, բայց չէ որ այդ միջև այդ միջանկյալ 18-ից մինչև 65 եւ այլն էլի մարդիկ կան, որ դրա կարիք ունեն։ Միանշանակ, ինչպես նշեցի, մեկ անգամ եւս ասեմ, որ սոցիալական խնդիր ունեցող մեր քաղաքացիներին պետք է շերտավորենք։ Բնականաբար դա ենթադրում է, որ ոչ թե տարիքային պետք է այս վերցնենք, ոչ թե հաշմանդամություն, ոչ միայն նպաստավորու եւ այլն։ Այո, որովհետեւ ամեն ընտանիքին առանձին պետք է դիտարկել։ Այո, ամեն ընտանիքին պետք է առանձին դիտարկել եւ ընդհանրապես պետությունը պետք է դիտարկի անհատի մոտեցմամբ, որտեղ յուրաքանչյուր անհատ ինքը կարևոր է պետության համար։ Եթե մենք այս գիտակցությամբ շարժվենք, ապա միանշանակ ես ինչպես նշեցի, այդ օրինագծերը, որ մշակվում են, պետք է շերտավորեն շատ խոր իմաստով, որպեսզի կարողանան բոլորը օգտվեն այդ հնարավորությունից, որովհետեւ անհատը չի հարցնում մեր քաղաքացին, անհատ որպես չի հարցնում ինքը ինչ տարիքի է եւ գործունակ է եւ այդպես շարունակ։ Անհատը մեր անհատն է, մեր քաղաքացին է եւ մենք պարտավոր ենք իհարկե նաեւ ներառել շերտավորել բոլոր քաղաքացիներին այդ աջակցության մեջ, բայց ես մի կարևոր բան ընդգծեմ, այստեղ մեր սոցիալական հարցի խնդիրը նրանում է կայանում, որ մենք երբ որ սոցիալական օգնություն ենք տրամադրում, մենք պետք է սոցիալ-տնտեսական ռազմավարություն մշակենք այն տրամաբանության մեջ, որպեսզի պետությունը ոչ թե լինի բարեգործի տեսքով սոցիալական օգնություն ցուցաբերող, այլ այնպիսի համակարգում, որ մեր հասարակությունը տնտեսապես ներգրավի մեծ կապիտալի, այսինքն լայն մեր հասարակությունը լայն իմաստով ներգրավի կապիտալի մեջ եւ ստեղծագործ մտքին օգնեն, որպեսզի այդ մեր հասարակության ստեղծագործ միտքը նոր տնտեսական, այսինքն բիզնես եւ այլ կազմակերպություններ հիմնեն եւ արդյունքում մենք սոցիալական մի որոշակի խավերի հարց ենք այսպիսով լուծելու, դա ենթադրում է այն, որ եթե օրինակ աշխատող քաղաքացին ինքը հասնում է մի կարմիր գծի, բայց ինքը աշխատող քաղաքացի է, ինքը մտքի կարողություն ունի, բայց հասնում է մի կետի, որտեղ չի կարող այդ կետը հաղթահարել, այստեղ պետք է պետությունը գա օգնության։ Հետևաբար դա սոցիալ-տնտեսական ուղղվածություն է, այսինքն մրցակցային շուկա եւ իրավահավասարության սկզբունքով։ Հետևաբար, երբ որ այս գործողությունը մենք կիրառենք, մենք տեսնենք, որ բավականաչափ սոցիալական իմաստով մենք կայունանանք եւ այլևս այնպիսի հարցեր չեն առաջանա։ Տեսեք, սոցիալական խոցելիության մակարդակը աղքատությունը, Հայաստանում բավականին բարձր է։ Այո, տոկոսային առումով այնքան բարձր է, որ ես տրամաբանական չեմ համարում թողնել նոր տնտեսական օրենսդրական համակարգի այդ մշակումը թողնել մի կողմ եւ սովետական, այսպես ասած, կաբինետային ուրեմն մտածելակերպ ունեցող մասնագետներով համալրվեն ապարատը։ Բայց այս լսողները կասեն խորհրդային տարիներին բժշկությունը եղել է անվճար եւ լավագույն բժիշկներն են աշխատել Հայաստանում։ Այո, բայց ես այն ենթատեքստով ասեցի, որպես հետ ժամանակային առումով, որ մարդիկ պետք է մեր ապարատում աշխատող մարդիկ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության ուրեմն ստեղծագործ միտք ունեցող մասնագետներ, նոր անկախ հանրապետության, այսինքն միտքը նրանումն է, որ իրենք պետք է ստեղծագործեն։ Տեսեք, օրինակ ապարատում շատ մարդիկ կան, որ աշխատում են, իրենք անգիր արած ուրեմն օրենքներով, անգիր արած ձևաչափով, բայց որևիցե ստեղծագործ միտք չկա, առաջարկներ, օրինակ ինչպես լուծել այս կամ այն հարցը եւ գնալ այդ հարցի հետևից, որպեսզի լինի բարեփոխում։ Տպավորություն է, որ մեր պետությունը կա, բայց ստեղծագործ միտքը չկա։
եւ դա բնականաբար չի տանում լավ տեղ եւ Հիմա եթե ձեր ասած այսպես փոխկապակցենք առողջապահության ոլորտ, դուք նշում եք, որ ստեղծագործական միտքը հնարավորություն կտա նաեւ աշխատատեղեր ունենալ։ Իսկ եթե աշխատատեղերը ավելանում են, այդ ձևավորված հարկերը պետությունը հնարավորություն է ունենում նորից առողջապահության ոլորտում ներդնել եւ բոլոր շերտերի համար հասանելի կլինի այս ապահովագրությունը։ Դա է ասում է հեքիաթային ժանրից է, ես չգիտեմ Հայաստանի անկախության այլ մենք կտեսնենք կամ մեր երեխաները, որտեղ խոսում ենք մի պետության մասին, որի պատերազմական իրավիճակը կարծես թե նոր ենք հաղթահարել, նոր ենք ուզում թոթափենք այդ ամենը եւ ամենակարևորը այս բոլոր խնդիրները իրականություն դարձնելու համար եւ երկրի զարգացումը ապահովելու համար պետք է լինի նաեւ համախմբում գաղափարի շուրջ, պետության շուրջ։ Հիմա առաջիկայում ընտրություններն են եւ տեսեք ընդդիմությունն ասում է Նիկոլ Փաշինյանը այս համակարգը վաճառում է հանրությանը, ապահովում է ձայները, թոշակառուների թոշակը չի ավելացնում, բայց թոշակառուներին տրված է հնարավորություն այս առողջապահության համակարգից օգտվելու։ Արդյոք որպես երիտասարդ ընտանիքի ներկայացուցիչ, կարծում եմ դուք էլ տատիկ, պապիկներ ունենալ եւ այլն, որքանով եք նպատակահարմար գտնում, որ պետությունը այդ գումարը չի տալիս այդ խավերին, այդ 65+ եւ մինչեւ 18, այսինքն գումարը չի հատկացնում որոշակի սահմանված գումար, որպեսզի նրանք գնան եւ իրենց ցանկությամբ այդ ինչ կուզեն, որ բժշկին կուզեն կդիմեն եւ այլն, ինչու գումարը չի տրվում արձերն եւ այլ գումարները հենց համակարգի ներսում են, որպես երիտասարդ, որպես ինչ եք մտածում, սա ճիշտ մոտեցում է, թե հակառակը պետք է լիներ, պետք է գումարը տրվեր եւ մարդիկ իրենք որոշեին ինչ անել։ Դե իրենց տրամաբանության մեջ դա վերահսկում է, թե ինչն է վերահսկում թոշակառուի, ես չեմ կարող դրան իրականում պատասխանել, դա թող պատասխանի օրենսդրությունը մշակող կողմը։ Իրականում այստեղ տեխնիկական հարցեր կան, որ ինչպես են օգտվելու, որովհետեւ օրինակ գյուղ համայնքներում դա բարդ է դառնում, հատկապես որ այդ տեխնիկական այսպես ասած այդ գրանցվելու թեկուզ պահը չեն կարողանում, որտեղ մարդիկ բողոքում են, անընդհատ համակարգը չի հնարավորություն չի տալիս։ Դե դա պետք է իրենք շտկեն, բնականաբար այդտեղ խնդիր կա եւ դա պետք է իհարկե շտկեն եւ ել եմ կրկնում, օրենսդրություն մշակելուց առաջ պետք է այդ բոլոր հարցերը հաշվի առնեն, որպեսզի նման խնդիրներ չառաջանան։ Բայց հիմա ընդունելի է, ողջունելի է, որ գումարը չի տրվում, այլ դու ես գնում եւ ասում ես այս խնդիրները ունեմ, այնտեղ որոշվում է, ցանկը գրվում է, առանձնացվում է, չէ՞ որ ցանկն էլ կա հիվանդությունների, դեղորայքների։ Այսինքն գումարը չի տրվում։ Չեն տալիս, արձերն չեն տալիս, թեկուզ թոշակառուին ամեն ամիս ինչ որ մի գումար իր առողջությունը վերականգնելու համար պետությունը տրամադրի։ Նա ինքը կորոշի, կգնա իր առողջությունը վերականգնելու կամ օրինակ թոշակառուներ կան, ասում է, եթե այդ գումարը իմ ձեռքին լինի, ես լավ կսնվեմ եւ չեմ հիվանդանա, իմ տունը կտաքացնեմ, չեմ հիվանդանա։ Այսինքն մարդիկ գտնում են, որ այդ գումարները կգնամ հանգստանալու, չեմ հիվանդանա։ Նկատի ունեմ, որն է ճիշտը, այն որ այս համակարգը ներդրվեց, որ գնում են իրենք եւ գումարը իրենց ձեռքին, չէ՞, թե պետք է այդ գումարը իրենց տրվեր, իրենք կորոշեին։ Տեսեք, այստեղ վիճելի է հարցը, մի կողմի համար ընդունելի է, մի կողմի համար ընդունելի չէ։ Նույն օրինակով կան մարդիկ, որ օրինակ ասում են նորմալ է։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում պետք է թույլ տալ, որպեսզի տնօրինեն ազատ գումարը։ Պարտադիր չլինի, այլ ազատ։ Տեսեք, ԿՊԱ-ականներն ասում են, ընտանիքի անդամները երբևիցե այդքան գումար չէին կարող ծախսել իրենց տատիկ պապիկների կամ հայրիկ-մայրիկների առողջության վրա, իսկ մենք ինչքան գումար ենք, այդքան հնարավորություն ենք տալիս նրանց բուժվելու։ Տեսեք, իրենք վերցնում են այնպիսի հարց այնպիսի ձևով որ մեկնաբանում, կարծես թե բոլոր տատիկ պապիկներին ճանաչում են։ Ես կարծում եմ, որ այդպես միանգամից մեկնաբանել, որ դա այդպես չի եւ մենք այսպես ենք արել, չեմ կարծում, որ սոցիոլոգիական նմանխիստ հարցում են անցկացրել, օրինակ, երբ որ նման ձևաչափով են մեկնաբանում։ Այստեղ պարզապես պետք է ուշադրություն դարձնել, որն է թույլատրելի, ուղղակի տրամաբանության շրջագծում։
Այս ծրագիրը ինչքան կարողանա գոյատևել, եթե ասում են որքանով իրեն կարդարացնի, ես կարծում եմ ցանկացած ծրագիր իրեն եւ ապագայում որպես պետություն եւ հասարակություն, ես կարծում եմ որ ցանկացած ծրագրի վերաբերյալ մեր հասարակությունը պետք է ունենա ուղիղ մասնակցություն, այն տեսակ մասնակցություն, որ ցանկացած իշխանություն զգա իսկապես հասարակությանը դա ձեռ է տալիս, թե ոչ, որովհետև երբ որ մենք մեկտաբանում ենք օրենքները այս կամ այն կերպ, չկա սոցիոլոգիական այնպիսի մի հստակ տվյալ, որ ասենք այո, այս մեկտաբանությունը տոկոսային առումով ճիշտ է, բայց մենք կարող ենք հասնել այնպիսի պետության, այնպիսի տեսակի, որ մեր հասարակությունը սովորի անմիջապես մասնակցություն ունենա ցանկացած օրենսդրության ուրեմն լավ լինելու կամ վատ լինելու մեջ։ Ընդ որում կա հասարակական կազմակերպությունների կողմից այդ քննադատությունները, որ երբևիցե այդ քննարկումներին չեն ներգրավում հենց հասարակական կազմակերպությունները։ Այո, շատ պարտադիր է ներգրավել, որովհետև դա հենց ցույց է տալիս, ցուցիչն է գրված օրենքը ինչքանով է շահավետ քաղաքացու համար, որտեվ պետության հզոր պետության չափման միավորը քաղաքացու բարեկեցությունն է, ինչքանով է բարեկեցիկ, եւ այդ բարեկեցությունը հասկանալու համար պետք է իհարկե լրջորեն թիրախավորել, հասկանալ, որքանով է հասարակության համար դա արդյունավետ։ Տեսեք, փաստորեն այս առողջության ապահովագրությունից առաջ փորձեցին էլեկտրոնային դեղատոմսի համակարգը իրականացնել, ձախողվեց։ Մենք տեսանք տատիկների, պապիկների այդ վատ վիճակը, պոլիկլինիկաներ չէին կարողանում հասցնել գնալ, մի խոսքով, սա էլ կարծես թե չգործեց։ Դա պայմանավորված է հիմնականում նրանով, իմ կարծիքով, որ ամեն մի ծրագիր, որը օրինակ բերվում է զարգացած երկրներից, փորձում են կիրառեն կամ ստեղծագործում են տեղում մեր մասնագետները, ամեն դեպքում դա կապված է նրանից, որ անմիջապես կիրառելը ոչ թե փուլ առ փուլ հանգեցնում է այս խառնաշփոթ իրավիճակին։ Ամեն մի ծրագիր պետք չի, որ այսպես միանգամից ուրեմն հասարակության համար օրենսդրությամբ մշակել եւ թողել հասարակությունը, որովհետեւ պետք է փուլ առ փուլ պատրաստել, որպեսզի նման խնդիր չառաջանա։ Ես կրկնում եմ, թոշակառու տատիկ-պապիկների համար, այո, դժվար է այն, որ գնան օգտվեն այդ տեխնիկական հարցերի անց համար շատերի համար ապրիլի 1-ից արդեն կեսաթոշակներն են ամբողջությամբ վճարվելու եւ առևտուրն են առաջարկում տատիկ-պապիկներին այդ քարտերով, բանկերի, այո, հետ վճարը պետք է լինի։ Դե ես կարծում եմ պետք է էլի խոսենք թիրախավորելու մասին։ Գյուղհամայնքներ կան, որ օրինակ դա հնարավոր չի կիրառել։ Շուկաներում հնարավոր չի, մարդիկ եւ շուկա, իսկ այսպես ասած մեծ խանութներից այդ մրգերը կամ բանջարեղենը գնելը բավականին թանկաճույք է։ Այո, եւ դա հենց դրա մասին է իմ ասածը, որ պետք է հաշվարկեն, թիրախավորեն մարզերում, գյուղերում, քաղաքներում տարբերությունը հասկանան, որտեղ ինչպես կարելի է դա կիրառել։ Սա է խնդիրը։ Իսկ գուցե չեն ուսումնասիրում այդ ամենը չեն անում, որտեղ այդ դեպքում պետք է կլորիկ գումարով հենց թոշակները բարձրացվի։ Դե դա միգուցե, օրինակ, երբ որ կլինի կարող ենք հստակ ասել, որտեղ հարցականը չէ դրվում միգուցե։ Բայց օրինակ ես մի մեջբերում անեմ, օրինակ Վարձով բնակարանների հետ կապված, երբ որ 10% պետք է բոլորը վճարեն, այդ օրենսդրությունը մշակվեց, տեսեք ինչու՞մն է հարցը, էլի չթիրախավորեցին Վարձով բնական հանձնող քաղաքացիներին։ Ինչ է դա նշանակում։ Ես օրինակ գիտեմ մարդիկ, ովքեր Վարձով են տալիս բնակարանը, պայմանական մի գումար ավել աշխատել, որպեսզի կարողանան ինձ ընտանիքի օրինակ ստենդավորված պապիկ կա, տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ կան, որ այդ բնակարանի մեկ բնակարան հանձնելու միջոցով իրենք պարզապես լուծում են այդ էլի սոցիալական այդ կարևոր խնդիրը, որ տեսեք էլի առողջապահության մեջ է դա, չէ, ներառվում, բայց տեսեք այդ 10%-ը երբ որ հարկում են, ինչ է դա առաջացնում։
դա առաջացնում է եւս մեկ բարդություն խոցելի հատվածի համար։ Ինչ է նշանակում շերտավորել։ Կարող են շերտավորել մեկից ավել բնական ունեցող մարդկանց, որը կարելի է դիտարկել որպես բիզնես, այսինքն երբ որ քաղաքացին մեկից ավել բնական է տալիս կամ գնի վարձով բնակարանի արժեքը ինչքան է կազմում, հա, 150,000, 120,000 դրամ վարձակալության բնական, ինչպես կարելի է բիզնես համարել, այն էլ տեսնելով թե ով է սեփականատերը, ինչ առողջական խնդիրներ ունի։ Այստեղ տեսեք, մենք երբ որ օրենք են կիրառում, միանգամից են կիրառում, անմիջապես հաշվի չառնելով այս կամ այն շերտի խոցելիությունը։ Սա է հիմնական բողոքը, որը առաջանում է։ Այս դա է պատճառը, որ մի նոր բան են ուզում անել, հանրությունը շատ այսպես սրերի վրա է ընդունում։ Այո, չեն շերտավորում, դա պարտադիր է։ Եթե մենք շերտավորենք, թիրախավորենք, հասկանանք օրինակ պայմանական Պողոսին ինչքան պետք է մենք ուշադրություն դարձնենք Պետրոսին կամ որքանով, այսինքն այս խնդիրները չեն առաջանում։ Այսինքն բոլորին հավասարաչափ, իսկ դա արդեն բերում է դժգոհությունների։ Քաղաքացիական պայմանագիրի չուներ այդ տարիները, այս 8 տարիները իրեն բավարար չէին այն ինչ որ դուք առաջարկում եք, թեկուզ ուսումնասիրեին, հետազոտեին։ Տեսեք, իշխանության մասով սոցիալական հարցի վերաբերյալ եւ որոշ նաեւ ոլորտների վերաբերյալ իհարկե 8 տարին բավարար է շատ հարցեր լուծելու, բայց ես այստեղ ուզում եմ մի կարևոր բան ընդգծել։ Ես քիչ առաջ որ ասեցի սովետական կաբինետում գտնվող ուրեմն մասնագետները, ովքեր չունեն ստեղծագործ միտք, ժամանակային առումով այդ օրինակը որ ես բերեցի, հենց դրա համար բերեցի, որ մարզերում տարբեր պետության տարբեր ապարատներում գտնվող մասնագետները իրենք պետք է ստեղծագործ մտքի կարողությամբ այնպեսի մոտեցում ցուցաբերեն իրենց ոլորտին, որ անընդհատ իշխանությունը չթիրախավորվի։ Տեսեք հասարակ մի բան, իշխանությունը արտաքին քաղաքականություն է վարում։ Գիտենք ինչ խնդիրներ ունենք, այդ արտաքին քաղաքականությունը վարողը դա վարչապետն է, արտաքին գործերի նախարարությունը, չէ, բայց երբ որ հարցը հասնում է ապարատում աշխատող մնացած մասնագետներին, անմիջապես արդարացնում է, թե ինչու ստեղծագործ մտքով չեն ուղղորդվում, ինչու առաջարկներ չեն անում իրենց ոլորտը բարելավելու համար, ասում են դե բարդ իրավիճակում են գտնվում, կարծես թե իրենք են բանակցողները։ Հետևաբար մասնագետները ապարատում, երբ որ ես ասում եմ, դա ամենացածր հատվածից սկսած մինչև վերին պաշտոնն է։ Պետք է այս ստեղծագործ միտքը աշխատի։ Օրինակ սոցիալական հարցերի բարելավման համար ես չեմ տեսել մեկ մասնագետ, իշխանության ներկայացուցիչ մեկ մասնագետ, որ թիրախավորեն մեր մարզերը իրենց առանձնահատկություններով, իրենց յուրահատկություններով եւ այնպիսի ծրագրեր մշակեն, որ այդ մարզերը հետաքրքիր լինի գլոբալ առումով մեծ հետաքրքրություն առաջացնի տուրիզմի լուրջ զարգացման համար։ Սոցիալական խնդիրներից եւս մեկ հարցի անդրադառնանք, որից հետո դուրս գանք Կարճատև գովազդային դադարի։ Տատիկ պապիկների խնդիրների մասին խոսեցինք, նրանց հոգսերից խոսեցինք, իհարկե մենք կհետևենք այս համակարգում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ բողոքները կան, նույնիսկ նույն Անուշ Պողոսյանը բարձրացնում է նաև բուժաշխատողների աշխատավարձի խնդիրը, որտեղ համակարգը սկսում է ավելի ծանրաբեռնված աշխատել, ավելի բուժաշխատողները երկար են մնում, որտեղ ավելի շատ մարդիկ են դիմում։ Մի խոսքով նրանց աշխատավարձների վերանայման հարցը պետք է լինի։ Ապրիլի 1-ից կզգանք արդեն բարդությունները անկախիկ առևտրի դեպքում նույն այդ տատիկ պապիկները։ Հիմա խոսենք երիտասարդ ընտանիքների մասին, ովքեր բնակարանային խնդիր ունեն եւ բնակարանային հարցերը լուծելը այդքան էլ հեշտ չէ։ Ճիշտ է, կառավարությունը այդ հիպոթեքային վարկերով ձեռք բերված նոր բնակարանների մասին թվեր է ներկայացնում, բայց ասում է կարծես թե իրենք մի իրականության մեջ են ապրում, մենք այլ։ Բնակարանների գները բավական, տեսեք դուք վարձով բնակարաններից խոսեցիք 150,000, նույնիսկ մի 2 տարի կամ հիմա այլ 230-240,000 բնակարանների գներն են բավականին թանկ։ Նորաստեղծ ընտանիքները ուզում են առանձին ապրել, հնարավոր չէ այդ բնակարանները ձեռք բերել, կամ եթե բնակարանները ձեռք են բերում, նշանակում է այն ասում են 7 որդիներով մնում են պատքի տակ, մինչև այդ բնակարանը կդառնա իրենցը։ Շատ լավ, տեսեք հարցը շատ կարևոր է մեր պետության համար,
որովհետև վարձով բնակարանները այսօր խնդիր է, համար առաջին խնդիրն է հասարակության համար, հատկապես քաղաք Երևանում, որտեղ աշխատանքը գեներացված է քաղաք Երևանում, մեր տոկոսային առումով որ նայում ենք, հա, եւ բնականաբար մարդիկ գալիս են այստեղ աշխատելու եւ վարձով բնակարանները առաջնային խնդիր են առաջացնում մեր հասարակության համար, որտեղ բարձր է գները։ Իհարկե անտրամաբանական է այս բարձր գները, բայց այստեղ մենք խոսենք նաև վաճառքի վերաբերյալ, մեր անշարժ գույքի գները շատ բարձր են, անտրամաբանական բարձր են, որ մենք համատում ենք հարևան պետությունների հետ կամ օրինակ Եվրոպայի հետ, համատում ենք սոցիալ-տնտեսական իրավիճակը, նաև համատում ենք շենքերը ինչպես են կառուցում, ինչպիսի նյութեր են, չէ, այդ շենքը ինչպիսի ծախս է տեղի ունենում, բնականաբար անտրամաբանական է անշարժ գույքի գները։ Սա միանշանակ, որը բացատրեմ ինչպես է անտրամաբանական։ Մենք քարե ցեմենտե երկիր ենք նախ եւ առաջ։ Եվ ինչպես է ստացվում, որ մեր անշարժ գույքի 1 քառակուսի մետրը կարող է նման բարձր արժեք ունենալ։ Ինչպես որոշակի հարցերի մեջ որ խորանանք, մենք տեսնենք, որ քառակուսի մետր գնագույացումը առաջանում է ոչ միայն կառուցապատողի ուղղակի ըստ ճաշակի սահմանված գնով, այլ նաև այստեղ կան հետևյալ գործոնները՝ լույս, գազ, ջուր, որտեղ բավականին մեծ գումար է գանձվում։ Եթե մենք տեսեք տրամադրում ենք այդ լիցենզիան ջուր, գազ եւ հեծին, հա, մենք ապա պետք է նաև վերահսկենք այդ գնային իրենց առաջարկները այնպես, որպեսզի կարողանանք խորը իմաստով հասկանանք, որ ինչու վերահսկենք, ինչքանով է դա հարվածում մեր հասարակությանը։ Երբ որ իրենք այդ կառուցապատողին պահանջում են այդպիսի բարձր ծառայության դիմաց գներ, նաև քաղաքապետանի մասով, տեսեք, մի քանի կարող է $100,000 արժողությամբ վճար հաստատվել չինթույլտվության նախագծման համար, չէ, այսինքն այս ամեն ինչը գնում է եւ դառնում է 1 քառակուսի մետրի արժեք եւ ում գրպանից է այդ գումարը դուրս գալիս, բնականաբար քաղաքացու, խոցելի քաղաքացու։ Երբ որ քաղաքացին իշխանություն է ձևավորում, քաղաքացին պետք է հենց այդ իշխանությունից էլ ստանա տրամաբանական պետական աջակցությունը, ինչ աջակցության մասին է խոսքը։ Քաղաքացին դիմում է բանկ, տոկոսները բարձր են։ Դիմում է իշխանությանը, իշխանությունն ասում է դե բանկերը մասնավոր են, մենք չենք վերահսկում։ Ասում է կառուցապատողը գինը բարձր է դրել, էլի իշխանությունն ասում է մենք չենք վերահսկում։ Հետևաբար, երբ որ դու ձևավորում ես իշխանությունը վերահսկում է քաղաքացու գրպանը եւ ասում է հայտարարագիր լրացում, որ տեսնեմ եկամուտները որտեղից են գալիս։ Այո, հետևաբար տեսեք ինչն է հարցի ուրեմն հետարքիր կողմը, ինչու է քաղաքացին ձևավորում իշխանություն, եթե իր սոցիալական կարևոր հարցերի վերաբերյալ նա չի կարող դիմել իշխանությանը, այլ դիմում է օրինակ կառուցապատողին, խնդրում եմ գինը էժանացրու քառակուսի մետրի, կամ դիմում է բանկ, խնդրում եմ տոկոսը։ Կամ եթե այդ կառուցապատողները խաբում է, ստիպված դիմում է դատարան։ Այո, կամ անբարեխիղճ կառուցապատողներ, այսինքն ստացվում է այնպես, որ եթե պետք է սոցիալական կարևոր հարցի վերաբերյալ քաղաքացին դիմի բանկին կամ կառուցապատողին, այլ ոչ թե կառավարությանը, ապա ինչու է նա իշխանություն ձևավորում։ Չէ՞ որ իշխանությունը ձևավորվում է երկու բարձ ուրեմն հանգամանքով պայմանավորված անվտանգություն եւ սոցիալական կյանք։ Իդեպ, եթե մենք կարողանանք այս իմ թվարկած խնդիրները բարձել եւ հարցին լուծում տալ, որպեսզի արհեստականորեն գնագոյացում չառաջանա կամ արժեքը չբարձրանա, մենք նաեւ կարող ենք համատություն անցկացնել։ Տեսեք, օրինակ հարևան Բաթումի քաղաքում անշարժ գույքի վերաբերյալ նրանք հիմնական նյութերը ներկրում են Եվրոպայից եւ կարծեմ նաեւ Թուրքիայից, բայց իրենց անշարժ գույքի գները, երբ որ համատում ենք մեր անշարժ գույքի գների հետ եւ համատականություն ենք անցկացնում այն, որ մենք հիմնական նյութերը չենք ներկրում, տեղում ենք, հա, այստեղ հարց է առաջանում, որտեղ է պետության այն ասած աջակցությունը այն աշխատող քաղաքացիներին, ովքեր եկել հասել են մի կարմիր գծի եւ չեն կարող հաղթահարել։ Այստեղ է կոնսենսուսը, հարաբերությունը հասարակության եւ պետության միջև։ Երբ որ պետությունը հասնում է աշխատող քաղաքացուն օգնել այն կարմիր գծի
մոտ, որը չի կարող հաղթահարել, բայց ես չեմ ասում պետությունը պարտավոր է օգնել այն քաղաքացուն, ով չի աշխատում կամ առհասարակ ծույլ է։ Եթե ընդհանուր ամփոփենք սոցիալական բոլոր խնդիրները, ընդ որում կա տեսակետ նաև, որ այս բժշկական ապահովագրություն ընտրություններից հետո, եթե այս իշխանությունները վերարտադրվեն, այլևս չի գործելու, ընդհանուր առմամբ սոցիալական խնդիրները որքանով են լուծված այս իշխանությունների օրոք։ Տեսեք, տոկոսային առումով չեմ կարող հստակ տոկոս նշել, բայց կարող եմ ասել, որ շատ մեծ տնային աշխատանք ունենք կատարելու, շատ մեծ։ Եվ այդ արդյունքներով գնալ ընտրության արդյոք դա այստեղ մեր ընտրության գնալու, տեսեք, շատ կարևոր հարց եք տալիս, բայց երբ որ պետությունը կանգնած է ընտրության առջև եւ ունի երկու ընտրություն, բնականաբար պետք է այդ ընտրության մեջ կատարի ամենալավը պետության համար։ Եվ եթե մենք օրինակ վերցնենք, կշռադատենք այս սոցիալական խնդիրը եւ մի կողմից էլ կողքը դնենք այն արտաքին մարտահրավերները եւ ամենակարևորը մեր ինքնիշխանությունը, որը իսկապես վտանգված է, եթե այս իշխանությունը չընտրվի, ապա ես կարծում եմ, որ մեր հասարակությունը կարևոր նշանակություն կտա այն, որ իշխանությունը մնա, որպիսի մեր անկախությունը պահպանվի, որովհետև այս արտաքին քաղաքականության մեջ այս փոթորիկները, որ տեղի են ունենում, ուղիղ մեր անկախության վերաբերյալ է։ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Եվ հիմա փորձենք մի փոքր ներքաղաքական իրավիճակին անդրադառնալ։ Քաղաքացիական պայմանագիրը փաստորեն երրորդյա նախընտրական իրավիճակում իր ցուցակները ներքին ընտրությունների կազմակերպեց, արդյունքները հայտնի են եւ քաղաքացիական պայմանագրում քվեարկության մասնակիցներից 38-ը չեն քվեարկել Փաշինյանի օգտին եւ այս արդյունքներում Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում ստացել է 894 ձայն, Սուրեն Պապիկյանը 780, Գևորգ Պապոյան 765, Արարատ Միրզոյանը 743, Անահիտ Ավանեսյանը 554, ընդ որում Անահիտ Ավանեսյանի արդյունքները ասում են անսպասելի էր, զբաղեցնում է 13-րդ տեղը, Ռոմանոս Պետրոսյանը 12-րդ, Ալեն Սիմոնյանը 9-րդ։ Այս թվերը ինչի մասին են խոսում։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը հենց իր թիմակիցների ներսում է կորցնում իր վարկանիշը, թե ինչ որ ներքին ընդդիմադիր խմորումներ են առաջանում հենց կուսակցության ներսում։ Իհարկե ես տվյալ կուսակցության ներքին կուխնյայից բնականաբար ոչինչ չեմ կարող իմանալ, բայց իմ կարծիքով դա պարզապես ազատ ընտրություն է եւ նորմալ է այս պարագայում։ Ուզում եք ասել ներքին խմորումներ չկա, իրար ինչ որ փորձում են։ Չեմ կարծում, որ այդպիսի խմորումներ կա։ Այսինքն սա զուտ, այսինքն Արտուր Հովհաննիսյանն էր ասում էր մենք ժողովրդավար կուսակցություն ենք եւ թեմա է սա, թող ժողովուրդը քննարկի, խոսի, բայց ամեն դեպքում մեզ մոտ ամեն ինչ արվում է արդար հիմունքներով։ Դե ավելի ողջունելի է ժողովրդավարության հիմունքներով, ինչպես որ տեղի ունենում ԿՊ կուսակցությունում, քան օրինակ մեզ հայտնի ձևերով, երբ որ անձապաշտության վրա է գնում կուսակցությունը։ Հիմա ուզում եք ասել քաղաքացիական պայմանագրում չկա այդ անձապաշտության այդ մոտեցումը։ Դե քանի որ ժողովրդավարական Բայց նրանցից ով է խոսում եւ առանց Նիկոլ Փաշինյանի անունը տալու ինչ որ մի հարց կամ քննարկում կամ լուծում։ Տեսեք, մենք խոսում ենք ընտրության մասին, որը տեղի է ունեցել եւ այդ ընտրությունը տեղի ունեցել օբյեկտիվ ժողովրդավարական ձևաչափով եւ կարծում եմ, որ ավելի լավ է այդպիսի ձևաչափով կուսակցությունները շարժվեն, քան անձապաշտության ձևաչափով, որը մենք 30 տարի շարունակ ունեցել ենք։ Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով միայն մեկ ընդդիմադիր ուժը չի կարող հաղթել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու գործում եւ պետք է ուժերը միավորվեն։ Դուք ինչ կարծիք եք։ Ես կարծում եմ, որ ինչքան էլ որ իրենք միավորվեն նախկին ուժերը, ինձ համար իրենք մեկ ուժ են, թեպետ տարբեր կուսակցություններ ունեն եւ անվանումներ, բայց իրենք մեկ ուժ են եւ իրենք ունեն իրենց հստակ ընտրազանգվածը, ինչքան էլ իրենք միավորվեն կամ բաժանվեն, մեկ է այդ ընտրազանգվածի տոկոսի միավորը նույնը մնալու։ Այսինքն գտնում եք, որ քաղաքացիական պայմանագրի շանսերը ավելի մեծ են, քան այն ուժերի, որոնք որպես ընդդիմադիր պետք է մասնակցեն ընտրություններին։ Ելնելով այն մարտահրավերը, որ դրված է մեր պետության առջև, եւ հասարակությունը ես համոզված եմ, որ դա գիտակցում է, այն գործընթացը, որ սկսվել է Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքականությունը եւ ընդհանրապես այն ինքնիշխանության վտանգը, որ սպառնում էր, այս ամենը հասկանալով հասարակությունը բնականաբար ես գնահատում եմ, որ տրամադրված է այնպես, որ գործող իշխանության շանսերը մեծ են։ Անկախ նրանից, որ գործող իշխանությանը մեղադրում են Արցախը հանձնելու, բռնաճնշումների, եկեղեցու հանդեպ անարդար մոտեցումների, եկեղեցականների նկատմամբ, ձերբակալություններին, իրավական դաշտում անօրինականություններին։ Տեսեք, իրավական դաշտում իրավապահ համակարգը, եթե մի բան պետք է որ անի չի արել, դա իրավական գնահատական տալն է այն քաղաքական ուժերին, որոնք օրինակ Հայաստանի ռազմատնտեսական օբյեկտների թեթև ձեռքով, մեկ շարժումով օտարել է ուրիշ պետության, որը հանգեցրել է մեզ համար շատ լուրջ խնդրի եւ նման գործողություններով կառավարվել է պետությունը եւ այդ նույն մարդիկ
Իհարկե ես համոզված եմ, որ գիտակցում են, որ հենց իրենց գործողության արդյունքում է, որ Արցախը հանձնվել է, որովհետև Արցախի հանձնումը տեղի է ունեցել Հայաստանի։ Արցախ են պահել եւ Եռաբլուրում այդքան մենք երեխաներ, տղաներ չենք ունեցել թաղված։ 500 զոհ, 5000 զոհ, այսպես ասած։ Տեսեք, մեր զոհերը պաշտպանել են իրենց հայրենիքը։ Մենք խոսում ենք անձերի մասին, ովքեր կառավարել են պետությունը, ինչպես են կառավարել, տնտեսապես թույլատրել են պետությունը, այսինքն մեր ռազմատնտեսական օբյեկտները տվել են ուրիշ պետության։ Մենք ինչպես էինք հզորացնելու կամ ինչպես էինք մենք առանց տնտեսական բարձր ցուցանիշներ գրանցելու, երբ որ քո տնտեսությունը քո ձեռը չի եւ պաշտպանելու մեր հողերը, ինչպես էր դա հնարավոր։ Դա հնարավոր չի, տեսեք օրինակ Ռուսաստանը համախառն տնտեսության մեջ 2% ունի եւ ինքը մտածում էր, թե կարող է օրինակ համար մեծ հաջողություններ գրանցել, չէ, բայց ինքը դեմ է դուրս եկել 90 եւ ավել տոկոս ուրեմն տնտեսություն ունեցող պետությունների դեմ։ Եվ ինչքան էլ որ մենք ասենք Ռուսաստանը ուժեղ է, կարող է ինքը այդ ցուցանիշի դեմ կռիվ տալ եւ հաղթել։ Տնտեսական կարողությունը, պոտենցիալը շատ կարեւոր է պետության անվտանգության համար։ Իսկ այդ կարողությունը նախկիները թողել էին, չէին թողել։ Այդ ձեր ասած նախկինը իսկ դա Արցախը ինքը հենց այդպես ուղակի իր չէր, որ վերցրեցին եւ տվեցին։ Ձեր ասած հենց այդ նախկինն ասում է, որ մենք հիմա ունենք մի ղեկավար, որի պատճառով ազգովի ամաչում ենք։ Եվ հունիսի 8-ից հետո արդեն այլևս չենք ամաչելու, որտեվ այդ իշխանությունը չի լինելու։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2026 թվականի ընտրություններից հետո նախկին նախագահները, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, չի տեսնելու հանրությունը։ Որտեղ է այս վստահությունը երկու կողմերի, մեկը մյուսի չգոյության մասին փաստորեն ազդարարում է։ Այստեղ ամբողջ հարցը իրավապահ համակարգի հետ է։ Երբ որ ինստիտուտը իրավապահ համակարգը աշխատեր, այսպիսի հարցերի պատասխանը մենք կգտնեինք։ Սա քաղաքական միգուցեև հերթական դեբատն է, կարելի այսպես ասել, բայց ինչ վերաբերվում է այն, որ կան հստակ ուժեր եւ պետության ներսում եւ պետությունից դուրս, ովքեր հենց այդ ուժերն են ամաչում, իրանց ստեղծագործ միտքն է դա, որ իբրև Հայաստանը Արցախ է հանձնել եւ դա արել է գործող իշխանությունը, դա այդ խոսակցությունը տարածողները ոչ թե դա հասարակական կարծիք է, դա պարզապես այդ մարդկանց կարծիքն է։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար, սա ձեր առաջին հեռուստահարցազրույցն էր, կարծում եմ մենք կունենանք հնարավորություն էլի հանդիպելու կոնկրետ հարցերի մասին խոսելու եւ գուցեև այն ինչի մասին դուք խոսում եք, այս ստեղծագործական միտք, որ չկա եւ պետք է լինի, երիտասարդների կողմից կլինի այդ առաջարկությունները, երիտասարդները կունենան այդ հնարավորությունը մեր երկիրը զարգացնելու եւ շենացնելու։ Շնորհակալություն այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։